Կապած ուրեմն տանեն տարիներով անազատության մեջ բային, ասենք դե քաղաքապետարան չկա Հայաստանում։ Լսենք իր տեսակետը, պարոն Դանելյան։ Նախապատրաստության համար, եթե ինչ որ բաներ չեն հայտնաբերվում, նշանակում պետք է չհայտնաբերվեն, եթե դա կլիներ արդեն ամբողջությամբ ավարտված։ Այսինքն օրինակի համար ենթադրենք տեսեք, ես քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, ծանոթ եմ այնքանով ինչքան որ հանրային լսարանին է ներկայացված։ Տեսեք, դրա համար եմ ասում, ենթադրենք աստղիկ չկա, տեսեք։ Եթե թուրքը պատասխան։ Եթե arczepiskopos-ն տանում անազատության մեջ, բացես հետաքրքիր է։ Պարոն Դանելյան, լսեք պարոն Դավթյանը։ Մենակ դուք խոսեք։ Տեսեք, եթե օրինակ Պարոն Դանելյան, ես հասկանում եմ թեմային։ Ուզում եմ ենթադրենք աստղիկ չկա, ընդունենք դա որպես փաստ, այսինքն այն ինչ որ դուք ներկայացնում եք, այսինքն ենթադրենք եթե աստղիկ չկա, չի նշանակում չպետք է լիներ, որովհետև խոսքը գնում է նախապատրաստության մասին։ Շատ լավ է, որ ցանկացած հանցագործություն, տեսեք, երբ որ քրեական վարույթ է նախաձեռնում, դա երբեք չի նշանակում, որ անձը կատարել է այդ արարքը կամ նախապատրաստել է այդ արարքը։ Միշտ չկա մեղադրական դատական ակտ։ Ավելին ասեմ, երբ որ քաղաքական գործիչները կատարում են հայտարարություն, բնականաբար նրանք այդ հայտարարությունները անելու իրավունք ունեն եւ դիմություն եւ ընդդիմություն։ Նրանք իրենց կարծիքը հայտնելու իրավունք ունեն։ Սակայն եթե իրենց արդյոք վարչապետի այդ գրառումները չեն ուղղորդում կամ Տիկին Հակոբյանի գրառումները։ Տեսեք, ես շատ ցավում եմ, որ եթե ես պատասխանեմ միա, ես շատ ցավում եմ, որ կարող է կառավարության ղեկավարի մեղադրել են ահաբեկիչ լինելու։ Կառավարության թուրքվեք պատասխանը։ Լսեք, պարոն Դավթյանին լսենք։ Հստակ ասում եմ, ես ցավում եմ, որ իրավապահ մարմինները կարող են վարչապետի խոսույթից կամ հայտարարությունից հետո կախվածության մեջ լինեն եւ շարժվեն այնպես, որովհետեւ չհակադրվեն։ Ասեմ ավելին, տեսեք, անգամ արդարադատություն իրականացնող մարմինները դատական համակարգ, անգամ իրավապահ մարմինները, որոնք ըստ էության նպաստում են արդարադատության իրականացմանը, ոչ միայն մեր համայնքը փաստաբանական համայնք, այլ հենց նաեւ իշխանությունը դժգոհ է այդ համակարգի բազմաթիվ գործողություններից։